վրանի ապամոնտաժման, վրան կառավարություն շփումների մասին էր, կարող եք ամփոփ ներկայացրել կարծիքները։ Այո, ուրեմն վերջին հանդիպումից հետո շոշափելի արդյունքներ եղել են, որը որ պատրաստակամություն ենք հայտնել ներկայացնել մեր հանրությանը, իրենց կողմից առաջարկող եւս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամ աջակցությունը եւ կառուցողական է եղել այն հանգամանքը պատրաստակամ են ձևավորենք խմբեր բնակարանային ծրագիրը ավելի բարելավելու, միևնույն ժամանակ զբաղվածության խնդիրը լուծելու համար շեշտադրում եղել է բանկային խնդիրների հետ կապված խնդիրները, որը եւս իրենց օրակարգում է լինելու, մենք խորհրդով առաջիկայում հանդես են գալու հայտարարությամբ, բայց քանի որ կա մտահոգություն, առաջիկա օրերին հանդիպումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ մարզերում, լսելու ենք իրենց տեսակետը, կառավարության այս պայմանի վերաբերյալ, բայց մտահոգությունը հետևյալն է եղել, եթե իրենք ուժ կիրառեն, բնականաբար սա եւս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել, մենք ուղիղ հայտարարել ենք եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ենք ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է, այս փուլում մենք լինելու ենք այստեղ, բազմից ներկայացրել ենք, որ այն հարթակն է, որտեղ մենք հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, բոլոր խնդիրները հավաքագրելու, ներկայացնելու իրենց, չկրկնվեմ այդ մասով, առաջիկայում սա է մեր օրակարգում, ինչպես տեսնում եք, սոցիալական հարթակում եւս պատրաստվում ենք լսել մեր հայրենակիցների կարծիքները, որից հետո մի քանի օրից արդեն հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ կառավարության այն դիրքորոշումը, որ չի քննարկում 11 կետերը, մեզ համար միանշանակ անընդունելի է։ Վերջին օրերին տեղյակ եք ԱԳՆ-ի արձագանքը, այդ առնչությամբ եւս մեր մտահոգությունն ենք արտահայտել եւ մեր պայքարը շարունակվելու է անկախ ձևաչափից։ Դա կարելի ասած եղել է նախապայման, դեռ հստակ չէ, որ իրենք շարունակելու են այդ 2 ամիս եւս տալ 40,000 դրամ աջակցությունը, եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակելու։ Հիմա մեր մտահոգությունը այդ առումով այն է, որ պետք է մեր հայրենակիցների հետ խոսենք, քանի որ իրենք նույնպես այս ամենը տարածելու են իրենց խողովակներով, պետք է մենք ժողովուրդը որոշի մեր հետագա անելիքները, որից հետո խորհուրդը կգա հայտարարությամբ։ Ոչ, միևնույն ժամանակ մենք առաջարկել ենք նույն պատասխանատուներին գան այստեղ հանդիպումներ տեղի կունենա մեր հայրենակիցների հետ կլսեն նաև իրենց տեսակետը, այդ առնչությամբ որևէ բան չեն ասել։ Նմանատիպ բոլոր հարցերին իրենք խուսափում են պատասխանել, եթե անկեղծ ասեմ, այդ իսկ պատճառով միակ խոսալու թեման դա սոցիալական բլոկն է, որով որ իրենք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Նման հարցերը պետք է խնդրեմ ուղղեք իրենց։ Իհարկե, իրենք այդ առնչությամբ, այդ չգիտեմ ինչպես ասեմ, պատասխանել են հետևյալը, որ մենք փորձում ենք բարելավենք ծրագրերը, բայց տեսնում ենք, միևնույն ժամանակ իրենք խոսքի մեջ ընդունում են, որ բոլոր ծրագրերը տապալված է, 20,000-ից 25,000-ի մոտ մարդիկ արդեն արտագաղթել են եւ առաջիկայում եթե չբարելավի ծրագիրը, եւ բնակարանային եւ սոցիալական զբաղվածության խնդիրները չլուծվեն, արտագաղթը շարունակվելու է։